Ժողովուրդ ջան, ձեր բոլորի խնդրանքով այսօր Ջուլիան կպատրաստի մեղրով տորթի խմորը։ Հիմա արագի մեջ Ջուլիան կներկայացնի պատրաստելու համար ինչա մեզի հարկավոր։ Գնացինք։ Ողջույն բոլորին։ Այսօր կպատրաստենք մեղրով տորթի խմորը, հաջորդ տեսանյութում ցույց կտամ կրեմը եւ ինչպես ճիշտ հավաքել տորթը։ Ուրեմն խմորի համար մեզ անհրաժեշտ է կարագ, մեղր, քացախ, սոդա, վանիլին, ձու, ալյուր եւ շաքարավազ։ Ուրեմն սկսում ենք պատրաստել։ Կացայի մեջ ավելացնում ենք շաքարավազը։ Շաքարավազի վրա ավելացնում ենք կարագը։ Պետք է եփես, հա ջուլ։ Հա, ողջան, կրակի վրա եփելու ենք, ավելացնելու ենք սոդա, կարամելացնենք եւ սկսենք, նո հերթականությամբ հեսա կբացատրեմ։ Ավելացնում ենք մեղրը։ Մեղրը նշանակություն ունի, իր ձևի մեղրը։ Նո ցանկալի է բարձր որակի լինի, ողջան, մեղրը, որովհետեւ մեծ դեր է խաղում խմորի մեջ։ Հա։ Հիմա խանութներում վաճառում են շաքարը եփած, ցանկալի չի, որովհետեւ հաջող չի ստացվելու։ Ջուլ, հաջորդ գործողությունը ինչ ես անելու։ Ուրեմն նորից բացատրեմ։ Շաքարավազը, կարագը եւ մեղրը պետք է դնենք մարմանդ կրակի վրա, հալեցնենք։ Հետո պետք է ավելացնենք սոդան։ Ինքը ես ճիշտ հասկացա, պետք է ամբողջական հալի, չէ՞։ Հալի, ավելացնենք սոդան, նորից եփենք, որպեսզի ստանանք գեղեցիկ կարամելային գույն։ Ուրեմն սենց անենք ջուլ, նկարահանումը կգնա, դուք երաժշտություն կվայելեք ու կտեսնեք այդ ամբողջ process-ը ոնց է պատրաստում։ Կարելի է։ Գնացինք։ Քամին դրսում հեքիաթ է պատմում, բայց ներսում մեր տունը շողում է լույսով, սեղանին հացն է բույրը մանկության, մայրիկի ձեռքերով լի սիրով ու հույսով, սեր կա մեր տան պատերի մեջ, ամեն մի ծիծաղ մի նոր արև է, ընտանիք իմ փոքր աշխարհ, որտեղ սիրտս միշտ տուն է գալիս, հայրիկի խոսքը ուժ է ու ճանապարհ։ Շաքարավազը ամբողջությամբ հալելուց հետո ավելացնում ենք սոդան։ Սոդան ունենք 2 գթալ, 1 գթալը ավելացնում ենք այստեղ, մեկը խմորի մեջ։ Եվ սկսում ենք նորից խառնել։ Այնքան պետք է խառնենք, որ ստանանք գեղեցիկ կարամելային գույն։ Մի քիչ ժամանակատար է ինքը, բայց շատ համեղ է ստացվում։ Ջուլ, ես ճիշտ հասկացա, ինքը կարեշնևի գույնի պետք է լինի։ Հա, գեղեցիկ կարամելի գույն է ստանալու, ողջան, դե սոդան երբ որ ավելացնում ենք մեղրին, սոդայի մեղրի թթուի հետ ինքը ռեակցիայի մեջ է մտնում, ստե քիմիայի դասն է, էլի։ Եվ սկսում է խմորի մեջ առաջանալ գեղեցիկ պղպջակներ, եւ խմորը շատ փափուկ է ստացվում, գույնն էլ շատ հաճելի։ Սոդայի եւ մեղրի արդյունքում ենք ստանում գեղեցիկ գույնը եւ խմորի տեսքը։ Ու մոտարապես ինչքան պետք է եփվի։ Ու ժամանակին ես չեմ նայում, ողջան, նայում եմ, երբ որ ինձ գույնը դուր գա։ Հիմա այնքան պիտի եփենք, հենց գույնը արդեն աչքին հաճելի լինի, անպայման ստոպ կտանք եւ ցույց կտանք։ Զգացվում է արդեն ոնց է փրփրում։ Ռեակցիայի մեջ են մտել սոդան եւ մեղրը։ Իրար հետ կռիվ են անում ստեղ։ Դե ուրեմն կմիանանք, երբ որ կարամելի գույն ստանանք։ Արդեն սկսի կարմրել, երանգը փոխել։ Կմիանանք ու ցույց կտանք։ Թե ինչ գույնի ժամանակ պետք է վերցնել կրակից։ Հա, ջուլ, մեր մոտ ինչ գործողություններ առաջ է այդում։ Արդեն սկսում է գույնը փոխել, ողջան։ Հա։ Բայց դեղին չի ջուլ։ Դեղին էլի պիտի եփենք, ողջան։
Ինքը պետք է ծուրի, հա։ Ինքը փրփրում է, այսպես պղպջակներ է տալի, դուք չեք մտածում կվառի տակը, անընդհատ ուղղակի խառնելու եք։ Անընդմեջ խառնում եք, որպեսզի տակը չկպվի եւ գեղեցիկ երանգ ստանանք։ Մոտ մի 10 րոպե երևի կեփենք, ողջան, մի 5-7 այ մոտ մի 5 րոպե կեփենք, որպեսզի երանգը մեզ դուր գա եւ սկսենք արդեն։ Բայց ցեն է, սա արդեն կարոշնվի գույն է դա, հələ որ մի րոպե չես Եթե սպա։ չխառնեմ, ներքևի մասը արդեն երանգը փոխել է։ Նու հիմա ապակյա տարայի մեջ կլցնենք, հենց երբի որ գույնը ցույց տանք, ողջան։ Ուրեմն ասած չի երևում, չէ՞։ ես հասկացա քեզի, մեր հետևորդները որ ավելի ճիշտ հասկանան, պետք է պաստայնի խառնել, քո ուզած գույնը որ ստանաս։ Այո։ Բայց ցենա կարոշնավ արդեն ջուլ։ Չէ։ Որ ավելի գեղը եւ համնել է ուրիշ ընդում։ Հա։ Ավելի կարամելային համալն Ու էս ինչ տյանես անով ջուլ։ Թողնելու ենք եփելուց հետո, թողնելու ենք մի 15 րոպե սառի, որպեսզի ձուն կոտրելու ընթացքում չեփի մեջը։ Ես հիմա ճիշտ հասկացա, դու խմորի մեջ ես այս ամբողջ օգտագործելու։ Թողնում ենք սառի, այո, շատ ճիշտ ես ողջույն։ Թողնում ենք սառի, ձուն հարելու ենք, ավելացնենք մեղրով մասայի մեջ եւ ալյուր ենք ավելացնելու։ Լավ, ուրեմն մանրամասը արդեն ցույց կտաս, պատրաստ կլինի ու մանրամասը սա կբացատրես։ Ամբողջությամբ եփենք, գույնը ստանանք։ Ժողովուրդ ջան, ինձ թվում է սա Ջուլիան կներկայացնի ու ցույց կտա, թե ինչ ձև է, իամոց ստացվե։ Պետք է ստանանք այսպես գեղեցիկ կարամելային յանտարնի գույն։ Հիմա ավելացնում ենք ամբողջական թասի մեջ, ինչի մեջ պետք է խմորը անենք։ Իսկ թվում է երևի որպեսզի շուտ մի քիչ ուզում ես ջուր ստե ավելացրա։ Հեսա ողջան, մի վարքյան։ Գույնը որ մեր հետևորդները գույնը տեսնեն։ Շնորհիվ տեսնում եք չի վառել եւ մեկացավ մաքուր է մնացել մեջը։ Հիմա պետք է թողնենք 15 րոպե որ սառի, որպեսզի ձուն չեփի։ Բայց լավ էլ գույն ստացավ ջուլ, հա։ Հիմա երևի այսինքն բաժակի մեջ մի քիչ ավելացնեմ, որպեսզի ավելի տեսանելի լինի։ Թե ինչ գույն է սա ստացա։ Ես կարելի ասել լավ էլ պրիատնի գույն է։ Երևում է կամերային լավ։ Այս ձևի պետք է երանգ ստանանք։ Հիմա պետք է թողնենք մի քիչ սառի, ձուն առանձին հարենք եւ խառնենք մեղրով զանգվածի վրա։ Հիմա ճիշտ հասկացա ջուլ նորից էլի։ Ուրեմն պետք է հիմա ինքը սառի, չէ՞, որ մեր հետևորդներին պարզվի։ Շատ սառի, նու գոլանա, ողջան, մի քիչ թողնում ենք գոլանա։ Սառելուց հետո պետք է ձու ավելացնել։ Ձուն ավելացնենք, մնացած սոդան, քացախը, վանիլինը եւ ալյուրը։ Դե մանրամասը արդեն ցույց կտաս։ Ուրեմն կսառի ժողովուրդ ջան ու կմիանանք։ Գնացինք։ Հիմա բացադրած ջոլ, ինչ գործողություններ ես կատարում։ Ուրեմն արդեն սառել է, ձուն հատ-հատ ավելացնում։ Քանի է ձուեր ջարդը։ 6 հատ ձու։ Ուղղակի ինչի մեջ, հարիչի մեջ չեմ անում, որ ավելի հասանելի լինի ձեզ, ավելի հասկանալի բացատրեմ։ Ավելացնում ենք ձուն հատ-հատ։ Եվ խառնում ենք ձեռքով։ Նու կարող եք նույնը հարիչի օգնությամբ անել։ Հատիկ պետք է արվի։ Անպայման։ Ովջան, դու ձուն հատ-հատ գցի, ես է խառնեմ։ Կարելի է ջո, բայց որ շատ գա։ Չի գա։ Սա։ Եվ լավ հարում ենք։ Նորից ավելացնենք ողջան։ Ու հետո էլ ձուից հետո ալուր ես ավելացնելու։ Մի քիչ ալյուր կավելացնենք, հետո քացախը, սոդան եւ վանիլինը։ Էլի ավելացնեմ։ Ավելացնում ողջան։ Դե հարիչով որ անեմ, պետքա կողքույն մասում անենք, ավելի տեսանելի չի լինի ձեզ։ Դե ձայնը խանգարելու է, համել բացատրելով բայց պատրաստում ենք։ ջուլ ինքը գույնն էլ է ոնց որ մկանում, հա։ Թե նույնն է։ Չէ, ողջան։ Ավելացնա։ Ավելացրու ողջան։ Մենակ չվրազեք, թողեք ամբողջությամբ սառի, որպեսզի ձուն ավելի հեշտ լուծվի մեջը խմորի։ Մի վերջինն էլ ենք ավելացնում։
Հիմա Ձուն ամբողջությամբ խառնելուց հետո ավելացնում ենք քացախը, ամբողջական ամբողջ քացախը, սոդան եւ վանիլինը։ Սոդան էլ իմ ավելացնեմ։ Ոչ, վանիլինն էլ ավելացրու։ Դե որտեղ ձուկ կա, ինձ թվում է վանիլինը պարտադիր է։ Եվ վանելին։ Եվ քարինը։ Հիմա նորից մեր մոտ գինը մի քիչ կփոխվի երանգը խմորի։ Ասած բացվեց ինքը ավելի։ Դա քացախն է։ Եվ գթալ ավելացնում ենք ալյուրը։ Տունածի ես ավելացնում դու խառնի։ Ավելացրու։ Մի քթալ, հա։ Հա, քիչ։ Բավական է։ Բավական է ավելացրու։ Մի անգամից շուտ է։ Նախապես մահով անցկացրել ենք ալյուրը։ Եվ խառնում ենք նորից։ Ողջան, դա անընդհատ։ Հա, անընդհատ ավելացնեմ, հա։ Ես գիտեմ աշխատում եմ։ Հա։ Ձեռքի։ Քանի որ մեկ ուղիղ եթերների ընթացքում աղջիկները շատ են գրել, որ իրենց մոտ չի ստացվում մեղրով տորթը։ Դրա համար այս անգամ ուզում եմ ավելի մանրամասն ձեռքի աշխատանքներով ցույց տալ, որ բոլորի մոտ ստացվի։ Ավելացրու ողջը։ Ավելացրու ողջը։ Միանգամից երկու քան լցրու։ Ուզում ես իրեք։ Երկու չէ, երեքա չէ։ Քանի որ խմորը տաք է, ինքը անընդհատ ալյուր կուզի։ Ուղղակի պետք է քիչ ավելացնեք ալյուրը, ոնց որ կգրենք մենք բաղադրատոմսի մեջ, ավել չավելացնեք, որովհետև եթե խմորը պատրաստելուց հետո դնենք սառնարան, ինքը պնդանալու է։ Ջուլի, մա ես ճիշտ հասկացա, ամբողջական խմորը պատրաստելուց հետո պետքա սառնարան տեղափոխես։ Պարտադիր ողջը։ Տեղափոխում ենք 30-ից 40 րոպե սառնարան, հետո պետք է գրտնակով բացենք եւ թխենք։ Ուղղակի ալյուրը շատ չավելացնեք, որ ինքը մի քիչ ջրիկ խմոր պետքա ստացվի։ Նո թույլ, կարելի է այսպես ասել։ Եթե դնենք սառնարան, ինքը սառելու է ավելի ամուր եւ էլաստիկ խմոր մեր մոտ ստացվի։ Ջուլ, ես ճիշտ հասկացա, մեկա դու այդ ամբողջը ցույց ես տալու։ Անպայման։ Всё, ուրեմն ավելացնեմ ալյուր։ Ավելացրու, երկու գթալ միանգամից ավելացրու, ողջան։ Մեկ ամբողջ process-ը մենք ցույց ենք տալու, թե ոնց է պատրաստում։ Այս վիդեոյի մեջ մենակ կտեսնեք ինչ ձև է խմորը պատրաստում Եվ թխում։ եւ թխում, հաջորդ վիդեոյի մեջ ցույց կտա ոնց է ամբողջը հավաքում։ Ճիշտ Կրեմի է։ պատրաստման ձևը եւ ինչպես ճիշտ հավաքել մեղրով տորթը։ Քանի որ վիդեոն շատ երկար է ստացվում, որ դուք էլ հավեսով այդ ամեն ինչը դիտեք, ամեն առաջինը կդիտեք ոնց է խմորը պատրաստում եւ թխում։ Երկրորդը ոնց է կրեմը պատրաստում ու այդ ամբողջը հավաքում։ Ճիշտ բացատրի։ Շատ ճիշտ է։ Էլի եմ ավելացնում։ Ամբողջ ալյուրը ավելացրու։ Ամբողջ։ Ամբողջ։ Ну երկու գթալատեղ մնաց։ Հա։ Ամբողջ ավելացրու, ողջան։ Պետք շուտ տամ էլի մի անգամից, հա։ Всё, լավ, մի րոպեցի խառնեմ։ Հետո ինձ զգամ պետք է այդ վերջին մի քթալը կավելացնել։ Ուրեմն խմորը պետք է ստանանք այս ձևի տեսք։ Հիմա տեղափոխում ենք սեղանի վրա, մի քիչ էլ ալյուրով ենք հունցելու եւ տեղափոխենք սառնարան։ Հիմա այս սեղանը մաքրեմ եւ ձեզ միանամ։ Գնացինք։ Ջուլիա, դե բացատրի ինչ ես անում։ Հիմա սեղանին մի քիչ ալյուր ենք ավելացնում, Տալուրը obязательно է։ հա, որպեսզի սկսենք հունցել խմորը արդեն։ Խմորը տեղափոխում ենք սեղանի վրա եւ սկսում ենք հունցել խմորը։ Այս շպատելի օգնությամբ շատ հեշտ է լինում։ Անպայման պետք է շպատելով Չէ, արվի։ ողջան, ուղղակի ինձ հեշտ է։ Եթե ունեք տունը, ցանկալի է։ Եթե չէ, ձեռքով էլ կարող եք Ու հունցել։ երևի հեշտ է, հա, շպատելով։ Հա, մի քիչ sense իրար վեր ենք բերում խմորը, որպեսզի ձեռքերին չկպչի, եւ հետո մի քիչ էլ ձեռքով պետք է հունցենք։ Տեսնում եք ինչքան փափուկ խմոր է։ Պետք չի շատ ալյուր ավելացնել, որպեսզի ավելի պինդ լինի։ Միևնույնն է, դնելու ենք սառնարան, ինքը էլի է սառնելու։ Հիմա այդ ինչքան է պետք է ձևի խառնել։ Սա մի քիչ էլ ձեռքով կխառնեմ, ողջ։ Ձեռքով ենք հունցնում։
Հիմա ջուլ բացադրի ինձ ձևի խմորա մոտդ ստացվե ու հաջորդ քայլը ինչ պետք է անես։ Այս ձև պետք է լինի ողջան խմորի։ Հիմա որպեսզի ավելի հեշտ բացենք եւ կիսենք խմորը, շատ քիչ սովորական ձեթ ենք անում վրա, շատ քիչ։ Ձեռքով ուղղակի տարածում ենք խմորի վրա։ Նորից շպատելի օգնությամբ մի հատ վեր ենք բերում, խմորը հավասարացնում ենք, տեսնում եք խմորի փափկությունը։ Բաժանում ենք երկու մասի խմորը և տեղափոխում ենք սննդային թաղանթի մեջ ողջան։ Մի քիչ զեթ ենք ձեռքերին անում, որպեսզի հեշտ լինի աշխատելը և տեղափոխում ենք սննդային թաղանթի մեջ։ Ուրեմն այսպես հա ջուլ, ինչ եմ անում, պրոստը Մի քիչ տափակացնում ողջան։ Սենց։ Ու всё։ Չէ։ Լավ դու Որ կանես։ քառակուսի լինի փափկությունը խմորի։ Նորից ցույց տամ։ Եվ տեղափոխում ենք սննդային թաղանթի մեջ։ Ձեռքով տափակեցնում ենք, որպեսզի ավելի շուտ սառի։ Էս տարկի հա ջուլ։ Շուտ սառի, ավելի հեշտ սկսենք նետարել։ Հա, պարզ է։ 30-40 րոպե պարտադիր չի, կարող եք մի ժամ թողալ իչքան, թոմա երկար այնքան լավ, բայց ոչ ժամի կարող։ Բերանը փակում ենք, որպեսզի չսառի։ Իմ մոտ որ ստացավ, ինձ թվում է ձեր մոտ է կստացվի։ Հաստատ։ Սենց հա ջուլ, ճիշտ եմ անում։ Շատ ճիշտ է։ Ասում մի քիչ թեքոտ է, հա, մոտը ստացվել։ Տեսակուղ ենք ոչ։ Դե ինձ թվում է ամբողջ գործողությունը ցույց տվեցինք, ջուլ 40 րոպե պետքա սառնարանում մնա, ճիշտ է։ Շատ ճիշտ է ողջան։ Դե այդ ընթացքում մինչև մեր խմորները լավ սառեն, ես էլ ձեր համար կպատրաստեմ ինչ այդ հավեսի կոկտեյլ։ Դե գնացիք պատրաստելու։ Ուրեմն ժողովուրդ ջան, մինչև մեր խմորները լավ սառեն եւ հանգստանան, ես ձեզի խոսք հետվե, որ պետքա պատրաստեմ կոկտեյլ։ Ուրեմն կոկտեյլ պատրաստելու համար ինչ ա մեզի հարկավոր։ Ջուլիա, քանի որ դու կանգնած ես, գոնե դու ինձ օգնի մեկ-մեկ։ Ինչ ա գրած։ Օրեո ելակի համով։ Նո ռեկլամ չի, ժողովուրդ ջան, անպայման պետքա սանով պատրաստեք, որ ձեր մոտ շատ լավ ստացվի։ Ինչ ենք անում։ Մեզի մեկ հատ, չէ, հա, մեկ հատ անհրաժեշտ։ Հատա մեջ է մեկին, հա։ 4 հատ։ Հա, բավական է ինձ թվում է։ Ամեն բաժակի մեջ 2 հատ։ Ուրեմն ինչ ենք անում։ Վերցնում ենք բաժակները։ Այս է ժողովուրդ ջան։ Հիմա երևի 4 հատ, ջուլ մի հատ էլ բացի։ 4 հատ ենք ավելացնում։ Ջուլ։ Ուրեմն հաջորդ մեր քայլը կաթ ենք ավելացնում։ Եվ թողում ենք, որ մի քիչ փափկի։ Հաջորդ քայլին ցույց կտամ, թե ինչ ենք անելու։ Թող փափկի ու կմիանանք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, 3 րոպե է երևի անցել։ 3 րոպե անցնելուց հետո ինչ ենք անում։ Պետքա վերցնենք այսպես ակուրատնի յան այսպես։ Կողքերին տարածում ենք, հա։ Շատ ճիշտ է ջուլ ասում։ Այսպես։ Հետո ցույց կտամ, խենք սենց անում։ Կաթը լցրեցինք, որպեսզի Փափկի, ճիշտ է ջուլ։ Որ կարողանանք տարածենք կողերը։ Ուրեմն այսպես ավելացնելուց հետո ձեռքով, քանի որ քթալոխ եմ ցույց տալի, ով որ գործիք չունի, հիմա գործիքով ցույց կտամ։ Չէ, կամ այս գործիքով էլ կարակ։ Ով որ գործիք ունի, կարա գործիքով, ով որ գործիք չունի, հատուկ հարմարանքա կոկտեյլներ պատրաստելու դե հա, հատուկ կոկտեյլ պատրաստելու համար է։ Ինչ ենք անում, այսպես ավելացնում ենք այսպես կողերին։ Եվ քթալը հանի ջոլ։ Եվ հաջորդը։ Ես ամբողջը անում եմ, որ գեղեցիկ տեսք տանք։ Ինձ թվում է բավական է։ Չէ՞։ Դե հա, ասեմ։
Ուրեմն ժողովուրդ ջան, լավ տարածելուց հետո պետքա որ այզևի ստանաք։ Հիմա կցույց տամ մոտիկից։ Ասենք գործիքի օգնության կամ քթալի օգնության պետքա այզևի ստանաք։ Ուրեմն հաջորդ չունեն տունը ով այս ձևի, սա ինչով կարելի է։ Դաժե գիտեք ինչով կարելի է։ Այսպես, եթե ունեք տանը, կարակ կիստեշկի օգնության կարակ սենց իան ամբողջական տեսնում եք, հիմա ձեր մոտ անը, որ տեսնեք, նայեք։ Տեսնում եք, ինչ ձևի գեղեցիկ իան տեսք ենք տալի։ Սիլիկոնը բրցինի օգնությամբ տարած եք կողքերը ուղղակի։ Շո, ուրեմն ժողովուրդ ջան։ Լավ, էսի փոխանցեմ Ջուլիային, թող ինքը ամբողջական անի, հիմա հաջորդ քայլը ինչ ենք անելու։ Ավելացնում ենք կաթ։ Կաթը ավելացնելուց հետո ավելացնում ենք ռաստվարենի կոֆե։ Լուծվող սուրճ։ Ճիշտ է։ Ճիշտ է, ջու։ Այս թոմա բավական է։ Ուրեմն ժողովուրդ ջան, եթե տան ունեք այս ձևի գործիք, կարաք այս գործիքով անեք։ Եթե չունեք, ուրեմն կարաք միքսերով։ Պետք է յան ամբողջական խառնել։ Ուրեմն ժողովուրդ ջան, հարիչի օգնության լավ իա խառնում ենք։ Հեսա հաջորդ քայլը ցույց կտամ ինչ ենք անելու։ Всё, մեր մոտ ջուր պատրաստ արդեն։ Վերցրա։ Ուրեմն ինչ ենք անում։ Մեզի սառույց անհրաժեշտ։ Ավելացնում ենք սառույց։ Սառույց բերեմ ոչ եմ, երկրորդ բաժակ։ Всё, նույնիսկ սառույց բերես ջուր։ Ուրեմն հաջորդ քայլը ինչ ենք անում ժողովուրդ ջան։ Վերցնում ենք կաթը։ Կաթը ավելացնելուց հետո ժողովուրդ ջան։ Ուրեմն հաջորդին նույն ձևի սառույց ենք ավելացնում։ Ես ձեռքով եմ այս անգամ անելու։ Այսպես ձեռքով յան ավելացնում ենք։ Ուրեմն ժողովուրդ ջան, սառույցը ավելացնելուց հետո հարկավոր է ավելացնենք կաթ։ Կաթը պետքա մի քիչ այսպես բաժակը թեքում ենք, յան։ Եվ ամբողջական Всё, մեր գեղեցկությունը արդեն պատրաստ է։ Ավես նորից։ Այդ նորից ենք էլի հարում։ Ժողովուրդ ջան, ուրեմն այսպես ավելացնում ենք։ Ոնա քիչ գեղեցկություն է ստացվում։ Ասեք որ գեղեցիկ է։ Ուրեմն ժողովուրդ ջան, վերջնական տեսքը ցույց եմ տալի հիմա, հաջորդ քայլը ինչ ենք անում։ Վերցնում ենք մեր պեչենիները, կտրատում ենք յան, եւ այսպես մած սիրուն յան տեսք ենք տալի։ Ջուլիասա որ գեղեցկությունը։ Եվ ձողիկի օգնության այսպես սիրուն մատուցում եք։ Իսկ թվում է շատ գեղեցիկ ստացվավ։ Չէ՞։ Շատ սիրուն է։ Դե սպասում եմ մեկնաբանության մեջ անպայման գրեք ժողովուրդ ջան։ Սիրուն է ստացվել թե չէ։ Իսկ թվում է հիմա մի հատ համկ փորձեմ ժողովուրդ ջան։ Անպայման առանց փորձել այ ողջան։ Օյսի լրիվ ինքնա։ Անուշարա ողջան։ Այ քեզի համեղություն։ Դե ներկայացրա ջուլ։ Արդեն 40 րոպե անցել է, չէ՞։ Այո, մոտ 40 րոպե անցել է։ Արդեն կտեսնեք խմորի ինչ տարբերություն կգա խմորի։ Սկզբից եւ հիմա։ Տեսնում եք, արդեն ավելի էլաստիկ, ձեռքերին չկպչող, ավելի հեշտ է աշխատել։ Երևի գույնն էլ է, չէ՞, նորմալ։ Շատ սիրուն է գույնը, հիմա թխելու ընթացքում մի քիչ կարող է բացվի ողջան։ Բայց չգիտեմ, շատ հաճելի գույն է։ Բախես ջուլ խառնում նորից իր հետ։ Բաժանենք հավասար գնդերի ողջան։ Սառելու համար մենք
կիսել ենք, որ շուտ սառել, հիմա պետք է բաժանենք հավասար 5 գնդի։ Հա, Ну, 5 այդ արդեն նայեք ձեր ջեռոցի չափերի։ Օրինակ ես բաժանում եմ 5 գնդի հավասար։ նու մոտարապես քանի գրամ է, ինչա թե։ Կշռենք ով։ Ուզում ես որ տվյալներ տանք։ երևի որ իրանք էլ իմանան էլի մարդիկ։ Հեսա կշռենք եւ ճիշտ չափերը ձեզ կասենք։ Հիմա կշեռքը բերեմ։ Հիմա կշռենք ժողովուրդ ջան եւ ձեզ Ավելի ճիշտ միանանք։ չափերը ասենք։ Գնացինք։ Ուրեմն մեզ մոտ ստացվեց 5 գունդ, 350 գրամ ամեն մի գունդը։ Ուրեմն խմորը, եթե ունեք այսպիսի սիլիկոնե կովրիկներ, որ ջեռոցների համար է նախատեսված, կարող եք միանգամից վրան կրկնակել, եթե չէ, սովորական պերգամենտի վրա եք բացում խմորը։ Այսինքն ոնց ձեզ հարմար է։ Խմորը տեղափոխում ենք վրա, յուղաթղթի վրա կամ սիլիկոնե կովրիկների վրա, մի քիչ էլ վրան ենք ալյուրցանում եւ կրկնակով բացում ենք խմորը։ Տապակի ամբողջ մասով։ Սիլիկոնե կովրիկը 30-40-ի վրա է։ Պահեմ որ լավ կանի սենց անեմ ձեռքով։ Եվ ինքը մի քիչ սոդա տալիս։ Ով օգնում այդ։ Դե ինձ թվում ամբողջական բացես ջուլ եւ միանանք։ Բարի ողջան, բացենք եւ Դե երևի օգնեմ ես հիմա Ջուլիային, բացենք։ Հա։ Դե ինձ թվում է երևի ամբողջական բացենք եւ միանանք։ Գնացինք։ Հա, ստացվում է Ջուլ։ Ուրեմն խմորը բացելուց հետո անհրաժեշտ է այսպեսի ծակեր անենք խմորի վրա կամ պատառաքաղի օգնությամբ, եթե չունեք այս ձևի սար։ Եվ տեղափոխում ենք ջեռոց թխվելու։ Հիմա ամբողջը թխենք եւ ձեզ միանանք։ Դա ամբողջական ես ճիշտ հասկացա, որ մեր հետևորդներն էլ հասկանան։ Ամբողջը կպատրաստենք, կթխենք ու կմիանանք։ Գնացինք։ Դե Ջուլիա ներկայացրա վերջնական տեսքը։ Ինչ ձևա քո մոտ ստացվե։ Մեր խմորը եւ հետևի մասը։ Իսկ թվում է իդեալն էլ ստացվել է, չէ՞։ Մեկնաբանություններում թող գրեն ինչպես է։ Չէ, ի նկատի ունեմ ես պերչարկեքով, չեմ Ջուլ։ Հիմա ինքը փափուկ է, չոր է։ Դե չորա ընթացքում կրեմը քսելու ընթացքում ինքը փափկելու է, բայց շատ չոր չի էլ ինքը պետք է։ Իսկ գույնը ի ձևի է ստացվել նորմալ է քո։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Կոկտեյլը չեք մոռացել, թե ինչ ձև են պատրաստել, մեկնաբանության մեջ անպայման կգրեք։ Լրիվ համեղություն։ Ուրեմն Ջուլ, մեր հետևորդներին ասենք, որ հաջորդ վիդեոյի մեջ ցույց կտաս, թե ինչ ձև ես հավաքում մեղրով տորտը։ Կրեմը պատրաստելու եւ հավաքելու տորտը։ Դե ուրեմն այս վիդեոն վայելեք, հաջորդ վիդեոյի մեջ ցույց կտանք, թե ինչ ձև է Ջուլիան կրեմը պատրաստելու ու ինչ ձև է հավաքելու։ Ջան, ամեն վիդեոների վերջին էլի նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում եք, հեսա պիտի նստենք իմ պատրաստած կոկտեյլները հավեսին վայելենք։ Դե գնացինք վայելելու։